Երևի իմ ամբողջ կյանքը այդքան չեմ խոսացել, ինչքան այս Կարոզ Արշավի սկզբից։ Ժորժ ջան, ես ասացին, որ հանդիպում արդեն եղել է, երևի մեր ծրագրային դրույթների շատ չխոսամ, համոզված եմ, որ ներկայացրել են, ուրեմն մի բան կցանկանայի ասել, վստահ եղեք, ինչ ասում ենք, միշտ անում ենք։ Մենք մեր թիմը իսկապես եւ փորձառու թիմ է եւ հոսքի տեր մարդիկ ենք եւ երբեք նաեւ մեր թիմում թույլ չեմ տա մարդ լինի, որը կարա ուղղակի խոսա եւ հետևանք չունենա այդ ամենը։ Ուրեմն վստահ եղեք, որ մենք լուրջ ենք տրամադրված, մենք պայքարի մեջ ենք, մենք այդ զադնի խոտ կոչեցյալը չունենք, գնալու ենք միջև վերջ եւ համոզված ենք նաև, որ պահը ճակատագրական է, եթե հիմա բան չփոխենք երկրում, լրջագույն հարցեր ունենալու ենք։ Արդեն այդ ազանգը կա։ Եվ աշխարհաքաղաքական առումով իմ տպավորությունը, որ ամեն ինչ գնում է սենց մի աշխարհաքաղաքական սենց երկրաշարժը գոտում ենք, դուք այդ վախը հաստատ ունենք, բայց հիմա սա այլ կարգի վտանգ է սպառնում երկրի։ Պարոն Քոչարյան, մեկ հատ կարելի է։ Պարոն Փաշինյանը եկավ, դավաճանեց, չէ՞ ժողովրդին։ Ժողովրդին դավաճանեց։ Դուք չգիտեք երբ է պատերազմ ելնելու։ Մեծ պատերազմը, վերջի պատերազմը։ Ոնց պիտի իմանամ։ Չգիտեք։ Հա երկրի ղեկավար եք։ Երկրի ղեկավար եմ։ Երկրի ղեկավար եք եղել։ Եղել եք, չէ՞։ Բախի մի հատ բեսպիլոտնիկ չեք արել կամ զենք չեք արել։ Ես երկրի ղեկավար եմ եղել, բեսպիլոտներ ընդհանրապես չի եղել, անունդ ոնց է։ Մխիթար, ես Արարատի մարդ գյուղ Գորավան։ Մխիթար, բեսպիլոտիկներ ընդհանրապես չեն եղել, բեսպիլոտիկները հայտնվել են մոտարապես ընդհանրապես որպես զինատեսակ 17-18 ոչ թե առել ենք, այլ ենքան ենք առել, բերել և ծրի, որ 5 միլիարդ դոլարի զենք միայն թողել է Ալիևին։ Լավ, ես ձեզ պտի ինտրեմ, ես ձեզնից ինչ եմ 5 միլիարդ դոլարի զենք միայն թողել է Նիկոլ Փաշինյանը Ալիևին։ Եվ ընդունում է, որ թողել է, և Ալիևը ընդունում է և ասում է, որ այսքան զենք, բայց զենքը որտեղից է եկել։ Պարոն Քոչարյան, այդ զինամթերքը մենք չենք ունեցել, բեսպիլոտնիկից բռնած ամեն ինչ։ Ո՞վ ասես չենք ունեցել։ 5 միլիարդի թողել են ընդեղ Ղարաբաղում։ Հա բայց չեն ունեցել, որ պարոն։ Լավ, ժողովուրդ։ Ես պիտի ինտրեմ, ես ձեզից ինչ ակնկալիք ունեմ։ Դուք, անձամբ դուք կարող եք ոչ մի ակնկալիք չունենալ։ Ես պրոբլեմ չունեմ։ Ես հասկանում եմ, որ կա մի զանգված, որը մեզ է հավատում, կա մի զանգված, որը հավատում է Նիկոլ Փաշինյանին։ Հավատացեք։ Ես հավատում եմ Նիկոլ Փաշինյանին։ Շատ բարի, ես չեմ եկել։ Գուբերնիա ենք դառնալու։ Ես չեմ եկել հանդիպել ձեզ։ Մենք գուբերնիա ենք։ Մեր քաղաքացին ամեկա, պետք է նորմալ վերաբերվենք, հարգանքով վերաբերվենք, մոլորված տղա է, հիմա ինչ անենք։